Հարգելներս, այս վիդեոյում ես կարճ չեմ նայել, ուղղակի ուզում եմ մի փոքր զրուցել ձեզ հետ։ Ինձ թվում է, որ ժամանակն է հասել, որ ես մի քանի բառ ասեմ այս թեմայով։ Ինձ մի կին կոմենտ էր գրել 1-2 օր առաջ, եւ շատ տարօրինակ բան էր գրել, ես շատ կոպիտ բան տեսա իր գրածի մեջ, իրեն անմիջապես այսպես բլոկ արեցի, հանեցի, բայց ափսոսում եմ, երևի միգուցե ինք ուղղակի բառերը սխալ էր ընտրել, դրա համար եմ ասում, մի քիչ կոմենտ գրելուց զգուշ եղեք, մի անգամ կարդացեք մինչեւ հրապարակելը, որտեղ թե ես սխալ եմ հասկանում, հանում եմ, հա, էլ հետո չեք կարողանալու վերադառնալ։ Իսկ ես շատ կուզեի, որ ինքը ճիշտն ասած այս վիդեոն տեսներ, լսեր, որտեղ միգուցե չէր ուզում կոպիտ բան ասել, ուզում էր պարզապես մտավախություններ ուներ, բայց որովհետև բառերը սխալ էր ընտրել, ես կոպիտ բան տեսա, հանեցի, բայց կուզեի, որ ինքը լսեր։ Եվ եթե այլ մարդիկ ունեն մտավախություններ, ես այս վիդեոն հենց իրենց համար էլ անում եմ։ Սա ես մի փոքր կխոսեմ իմ մասին, կարտ նայելու մասին եւ իմ կարտերի մասին առհասարակ։ Գիտեք, այդ կին ինձ գրել էր, որ բախտագուշակի կարտերով էլ եք նայում փաստորեն, չեք կարծում սխալ է, վտանգավոր է, ճիշտ է, սխալ է, ես երկրորդ մասը չեմ հիշում, ուղղակի ինքը բառերը կոպիտ էր ընտրել, հա, ես իրեն այսպես ռեակցիան իմ, հա, միանգամից ես կոպտություն զգացի, ինչը ես չեմ սիրում, ասել եմ մունատ չեմ սիրում, հա, օրինակ երեկ էլ մեկը գրել էր գոնե զոդիակի նշաններին առանձնացրեք, հարգելիներս, գոնեյով նախադասություն հայերենում չի սկսում։ Եթե առաջարկություն ունեք, նախադասությունը պետք է սկսել, եթե կարելի է։ Ես հասուն տարիքում կին եմ, պետք է ինձ հետ խոսել շատ հարգանքով եւ դուքով։ Եթե կարելի է, հələ փորձեք ասել, եթե կարելի է զոդիակի նշաններ առանձնացնեք եւ գոնե առանձնացնեք, շատ կոպիտ էր հնչում, հա։ Միգուցե այդ կինն էլ այդպես սխալ կոպիտ ինչ որ բառերով էր գրել, ես իրեն հանեցի, շատ ափսոս։ Ամեն դեպքում ես ուզում եմ խոսել այդ մասին։ Ես ինչքան գլխի եմ ընկնում, ինքը բախտագուշակի կարտեր ասելով նկատի ուներ երևի տարո կարտերը, այս կարտերը։ Ես ճիշտ ասած լավ նույն սրանք են տարո կարտեր։ Այսինքն ես լավ չեմ հասկանում, թե դրա նկատմամբ վախը, մտահոգությունը ո՞րն է։ Միգուցե բախտագուշակների հետ մարդը բարդ փորձ ունի, կենսափորձ ունի, դրա համար է վախենում։ Ինձ համար տարբերություն չունի ճիշտն ասած ինչ կարտ։ Խաղալու կարտերով եմ նայում, թե Լենարման, թե տարո կարտերով, ինձ համար կարտը կարտ է, ոչ մի նշանակություն չունի եւ ոչ մի տարբեր էներգիա ես կարտերից չեմ ստանում։ Նախ ես շատ երիտասարդ եմ եղել, երևի 20-25 տարուց ավել առաջ, 2000-ականների սկզբներն էր։ Ես 25 տարեկան էլ չկա երևի, առաջին անգամ մեկ աղջիկներով այսպես սուրճի սեղանի շուրջ մեկը սուրճի բաժակ էր նայում, մի քանիսը իբր կարտ էինք նայում, ժամանակ ենք անցկացնում, ուղղակի այսպես հավեսի համար ոնց որ ասում են։ Բայց մի քանի շաբաթվա ամիսների ընթացքում իմ ամենը դուրս եկավ, որ իմ ասածները լինում էին, սկսեցին ինձ համոզել, ես էլ շատ այսպես ծիծաղում էի շատերի վրա, ինչի մասին է խոսքը, ես ուր կարտ նայելն ուր շատ անսպասելի էր իմ համար, որովհետև պարզապես աղջիկներով ժամանակ ենք անցկացնում։ Բայց շատ կարճ ժամանակահատված անցավ, մի տարի ու կես նույնտեղ աշխատում էի, գալիս էին, պատմում էին, ես ասեցիր, էս եղավ, ինձ համոզում էին, ի վերջո համոզեցին։ Հետո ինձ հետ սկսեցին երևույթներ տեղի ունենալ, ես տեսնում էի, լինում էին, անկեղծ ասած, երբ որ ինձ հետ սկսեցին իրականանալ իմ տեսածները կարտերով, նոր ես սկսեցի հավատալ։ Դե ժամանակ հասկանում եք միայն սովորական խաղալու կարտերն էին։ Տարո Լենարման կարտեր այն ժամանակ չունեի եւ չէի նայում։ Այդպես ես սկսեցի ավելի լուրջ վերաբերվել։ Շատ կարճ ժամանակ անց աղջիկները անունս մականունս դրեցին շաման, իրենք են դրել, դրա համար էլ օգտագործեցի շաման տարո reading կոչեցի իմ սայթը, որովհետեւ ինձ այդպիսի մականուն էին տվել աղջիկները։ Եվ նույնիսկ իզիս տարիքով մեծ կանայք աղջիկներ կողքի բաժներից գալիս էին, խնդրում էին եւ շատ էին խնդրում, որ իրենց համար նայեմ։ Ես էլ որոշում եմ ում համար կնայեմ, ում համար չեմ նայի։ Ամեն մարդու համար չեմ նայում, նայած մոտեցման, խոսելու ձևի, մանավանդ երբ որ գումարի հարց չկար, ուղղակի աղջիկներ էին, կանայք էին, խնդրում էին, լավություններ անում էի։ Բայց ես հիմա էլ, մինչև չիմանամ ինչ թեմայի շուրջ եք ուզում նայել, ես չեմ նայի, մինչև չզրուցեմ, մարդուն չճանաչեմ, չհասկանամ ինչ է ուզում։ Ինչ է ակնկալում կարտերով տեսնել։ Սա անհատականի մասին է։ Իսկ երբ որ ընդհանուր բոլորի համար, դե ես նայում եմ, դուրն այդ գալիս է նայեք, դուրն այդ չի գալիս, կարող եք չնայել։ Իսկ եթե խոսում ենք տարո կարտերի եւ կարտերի նկատմամբ վախի մասին, ես իսկապես չեմ հասկանում, դրա համար ուզում եմ մի փոքր ձեզ լրացուցիչ ինֆորմացիա հաղորդել։ Ես կարտերը կամ գնում եմ, կամ ինձ նվիրում են, չէ, ձեռք բերեցի, այսպես տուփով, գեղեցիկ։ Ես բացում եմ առանձին ինքս իմ սենյակում բոլոր կարտերը, պարտադիր, խաղալու կարտերն էլ ամենահասարակ։ Նախ խաղալու կարտերը պետք է առանձնացնել, հա, երբեք չի կարելի խաղալ կարտերով, որ նայում եք, եւ խաղալու կարտերով էլ չի կարելի կարտ նայել։ Եվ ես ուրիշների կարտերով չեմ նայում, եւ իմ նայելու կարտերին ոչ մեկ չի կպնում։ Իմ երեխաներն են շատ ուշադիր են եւ գիտեն ինձ համար դա շատ կարեւոր եւ էական է։
Ես կարտերը ստանում եմ, բացում եմ, զրոյական վիճակ է կարտերի մեջ, ոչ մի տեսակ էներգիայի փոխանակում չկա։ Մի քանի շաբաթ, օր էլ չէ, ժամ էլ չէ, շաբաթ, ես նույն կարտերով զբաղվում եմ, ինձ համար նայում եմ այնքան, մինչև ես էներգիա եմ հաղորդում կարտերին եւ կարողանում եմ այս կարտերը կարդալ, հասկանալ։ Կարտերը սկսում են իմ հետ շփվել, զրուցել։ Հիմա ծիծաղելի է մեկի համար, մյուսի համար անհեթեթ է, ինչ ուզում եք կարող եք մտածել, դա ձեր գործն է, ինձ համար դրանից ոչինչ չի փոխվում, բայց իմ ու կարտերի մեջ այսպես հաղորդակցություն պիտի լինի, ես պիտի զգամ կարտերը, ու կարող եմ վստահ ասել, տարո կլինի, լինարման կլինի, սովորական կարտեր կլինեն, զրոյական վիճակ է, երբ ես տուփից կարտերը հանում եմ, ինչ էներգիա ես դնում եմ, այդ էներգիան էլ կարտերի մեջ լինում է։ Երբևիցե ոչ մի բացասական էներգիա չեմ զգացել։ Միակ դեպքերում, երբ որ զգում եմ էներգիան կարտերի մեջ փոխվել է, երբ շատ երկար եմ օգտագործում, 2-3 տարի, ես շատ խնամքով եմ վերաբերում իմ բոլոր իրերին եւ նաև կարտերին, այսպես գեղեցիկ տուփերով պահում եմ, չեն մաշվում։ Բայց զգում եմ, որ 2-3 տարի հետո կարտի ինչ-որ այսպես կոնկրետ ինֆորմացիա չեմ տեսնում, չեմ հասկանում ինչ եմ զգում կարտերով, ինչ որ էներգիան փոխվում է, ես այդ կարտերը թափում եմ եւ նոր կարտեր եմ սկսում օգտագործել, այդքան բան, բայց ես զգում եմ, որ ինչ որ բան փոխվել է այդ կարտերի մեջ։ Իսկ երբ նորմալ նայում եմ ին վրա, հետո այդ նույն կարտերով հարգելին ես որ նայում եմ տարո, լինարման, սովորական, ես նայում եմ առաջինին վրա, ինչպես ասացի, ոնց որ փորձարկում եմ ին վրա մի քանի շաբաթ։ Նույն կարտերով նայում եմ իմ երեխաների համար, նայում եմ իմ ծանոթների համար եւ նայում եմ ձեզ համար։ Ես շատ դրական մարդ եմ, ինձ սիրում եմ շրջապատել դրական մարդկանցով, միայն դրական աուրայով եւ էներգիայով։ Եղել են, երբ որ չեմ կարող ասել միշտ ամեն ինչ իդեալական եղել է, այդպես չի լինում, մարդիկ, տոքսիկ մարդիկ իմ կյանքում են եղել, ես լավություն եմ արել, վատությամբ են պատասխանել, չարացել եմ, բարկացել եմ, ատելություն եմ զգացել, շատ կարճ ժամանակահատված, բայց ես չեմ կարողանում այդպես ջղայնացած եւ այդպես չարությամբ ապրել, ուղղակի չեմ կարողանում եւ իրենք էլ չարժեն դրան։ Ես շատ արագ այդ մարդկանց հանում եմ իմ կյանքից, նախ զանգում եմ մի քանի խոսք ասում եմ, ասում եմ մի քանի քաղցր խոսք, ասում եմ ասելիքս, ինչ որ ասում եմ, խզում եմ հարաբերություններս, իրենց էլ եմ հանում իմ կյանքից, իրենց հետ այդ ամբողջ բացասական էներգիան էլ դուրս է գալիս։ Ես նորից նորմալ, դրական, այսպես համ սիրտս, հոգիս, միտքս մաքուր եմ պահում եւ շատ դրական։ Դրա համար ես կարտերին հաղորդում եմ դրական էներգիա, եւ ինձնից էլ, եթե ձեզ գալիս է դրական էներգիա, իմ կարտերից էլ է գալիս։ Դրա համար մարդիկ գալիս են, ինձ խնդրում են, եմ ասում, ես ոչ մեկին չեմ գնում դուրը թակում, ասում եմ, ես քեզ համար կարտ նայեմ, աստծո սիրուն։ Իրենք ինձ խնդրում են եւ շատ են խնդրում, ես հələ կմտածեմ, նայեմ թե չնայեմ։ Եվ արդյունքում, եթե մարդիկ վատ էներգիա ստանան, բացասական էներգիա, ինչու պիտի գան եւ իրենց ծանոթներին իմ մոտ ուղարկեն։ Մյուս կողմից, եթե մարդը բացասական էներգիա ունի, բնականաբար կարտերի միջոցով ձեզ բացասական էներգիա պիտի հաղորդի։ Եթե բոլոր տարո նայողները, չգիտեմ, ներողություն, բոլոր բախտագուշակները տարո կարտերով են նայում, դա չի նշանակում, որ սրանք բախտագուշակի կարտեր են։ Սրանք սովորական կարտեր են, ուղղակի կոչվում են տարո կարտեր։ Եվ ես բախտագուշակ չեմ։ Այն ինձ մեկ-մեկ կոմենտներով էլ գրում են, մոռացա սկզբում ասել, բախտես կնայեք, ես բախտագուշակ չեմ եւ ոչ մեկի բախտն էլ չեմ նայում։ Պարզապես ես կարտերով կարդում եմ, ինֆորմացիա եմ ստանում, կարողանում եմ կարտերը կարդալ եւ մեկնաբանում եմ ձեր համար։ Այդ ինֆորմացիան կարող է լինել դրական կամ բացասական։ Դի կարողանաք դրա հետ ճիշտ աշխատել, բայց էներգիան իմ հետ կապված իմ կարտերի միայն դրական է։ Եթե ես բացասական էներգիա ստանամ, ես ինչու եմ իմ տանը պահում կարտեր, որտեղ ես ունեմ երեխաներ եւ տարիներ անց կունենամ հույսով թոռնիկներ։ Ոնց կարող եմ պահել, չեմ կարող։ Բայց նույն կարտերը, նույն տարո կարտեր լինի, սովորական կարտեր լինի, բացասական մարդկանց ձեռքում դառնալու են բացասական էներգիա եւ գործիք։ Մարդկանց բացասական էներգիա հաղորդելու։ Նույն հաջողության մի պրիմիտիվ օրինակ բերեմ՝ դանակը։ Մարդասպանի ձեռքում դանակը, խոհանոցի դանակն անգամ դառնում է զենք մարդ սպանելու։ Այդ նույն դանակը, բժշկական դանակը, բժշկի ձեռքում դառնում է հրաշք, հրաշագործ գործիք, որով մարդկանց կյանք են փրկում, մարդկանց կտրելով, բուժելով։ Այդ նույն գործիքը խոհարարի ձեռքին նորից հրաշքներ է գործում, մեզ համար համեղ աղցաններ են պատրաստում, կտրատելով իրենց բանջարեղենը։ Հիմա դանակը լավ գործիք է, թե վատ, վախենանք դանակից, թե չվախենանք։ Ես ուզում եմ ուղղակի մտածելակերպ ձևավորել, հասկանանք իրար, ինչին ինչպես ենք վերաբերվում։ Վախենանք դանակից, թե չվախենանք։ Եթե մարդասպան ագրեսիվ մարդու ձեռքին է, եկեք վախենանք, որտեղ վախենալու է։ Դանակը չէ, քարն էլ, չգիտեմ, ամեն ինչ է, այս փոքրիկ, այս փայտի կտորն էլ կարող է լինել շատ վախենալու։ Եթե մարդասպան կամ հանցագործ կամ չգիտեմ, ագրեսիվ մարդու ձեռքում է։ Իսկ եթե ճիշտ մարդու ձեռքում է, մարդը ասում է, խորտիկներ է պատրաստում, ոչ մի խոհարարի ձեռքի դանակից մենք չենք վախենում։ Նույն ձևով էլ կարտերն են։
Եվ ես խորհուրդ կտամ մարդկանցից վախեցեք, հարգելիներս, մարդկանցից եւ իրենց բացասական էներգիայից։ Կարտերը ընդհանրապես գործիք են։ Դրական մարդու ձեռքին դրական գործիք են, բացասական մարդու ձեռքին սրանք բացասական գործիք են։ Ով ինչ ուզում է ասել։ Տեսեք, ես ինքս որ նայում եմ, ես մոմ չեմ վառում, որտեվ ես երբեք ոչ մի բացասական բան, էներգիա չեմ տեսել կարտերից եւ չեմ վախենում կարտերից։ 20 տարուց ավել է, 25 տարի գրեթե նայում եմ սովորական կարտերով, իսկ տարոր եւ լինարման կարտերով նայում եմ վերջի 4-5 տարին։ 4-5 տարի նայում եմ իմ վրա, իմ շրջապատի, իմ ծանոթների, իմ երեխաների վրա, նոր 2 ամիս էլ չկա, նայում եմ այս վիդեոներում նաեւ ձեզ համար։ Այսինքն փորձարկել եմ, ես բավականին շրջան է անցել, ես համոզվել եմ վտանգավոր ոչինչ չկա եւ նայում եմ։ Եվ համոզվել եմ իմ կյանքի բերումով, մարդիկ են վտանգավոր։ Ցանկացած իրի գործիքի բացասական էներգիա հաղորդում ես, դառնում է բացասական գործիք։ Մարդիկ են բացասական, մարդու էներգիան է հաղորդվում եւ ոչ թե կարտերը։ Կարտերը իրականում ոչինչ իրենցից չեն ներկայացնում, պարզապես կարտեր են։ Բայց եթե ես ինքս իմ ձեռքով նստեմ, նկարեմ կարտերը, ստեղծեմ այս կարտերը եւ մեջը բացասական էներգիա դրեմ, այ դա ուրիշ բան է։ Բայց ես գնում եմ, հա, կարտերը խանութներից, այստեղից, այնտեղից կամ on-line հիմնականում ինչ էներգիա ինձնից դնում եմ, այդ էներգիան էլ լինում է։ Եվ ուզում եմ ամփոփել իմ մասին, չնայած ես վերջում ձեզ մի բարձ օրինակ կբերեմ բացասական մարդկանց եւ իրենց էներգիայի մասին, բայց ես շատ դրական մարդ եմ եւ շատ դրական էներգիա եմ ստանում կարտերից։ Նույնն էլ կարող եմ հաղորդել ձեզ։ Շատ-շատերն են եկել շնորհակալություն հայտնել իմ ասածներից, ոչ մեկ երբեք չի բողոքել, որ ինձնից իմ կարտերից բացասական էներգիա է հաղորդում։ Դրա համար եմ ասում, կարտերը այստեղ ոչ մի կապ եւ ոչ մի մեղ չունեն։ Կարտերի միջոցով չի բացասական էներգիան, մարդու միջոցով է։ Պատմեմ ձեզ մի կարճ պատմություն, որ անձամբ ինձ հետ է եղել երկար տարիներ առաջ։ Ես 14-15 տարեկան էի, ընկերուհուս հետ ինչ որ տեղ էինք գնում, չեմ հիշում ուր։ Դպրոցի բակով էինք անցնում շատ նորմալ ասֆալտապատ գետնով։ Ոչ մի խնդիր չկար ճանապարհին, ոչ մեկ չկար փողոցում, մեզնից մի 20 մետր հեռու մեր դիմացից մի կին էր գալիս։ Երկար վերարկու էր հագին, ձեռքերը գրպանում, գլխին, միայն աչքերն են երևում։ Շատ անշուք հագնված կին էր, այսինքն այդպես ճոխ խնդիր վերարկու գլխարկ չէր, որ մեր ուշադրությունը գրավեր, շատ հասարակ, այսպես կին էր, հասարակ հագնված։ Միայն աչքերն են երևում, ու մի պահ պատահաբար աչքերս հանդիպեցին այս կնոջ աչքերին, զգացի, որ սա շատ չար, տակից մի տեսակ շատ այսպես չար կեղտոտ հայացքով ուշադիր նայում էր աչքերիս մեջ։ Անկախ ինձնից ես էլ գամված իրան էի նայում, չգիտեմ, ինքն էր աչքերով ինձ իրեն գամել, թե ինչպես, չգիտեմ, դե երեխա է։ Անկախ ինձնից ես էլ ուշադիր իրեն էի նայում, ինչև այս կինը եկավ, հասավ մեզ, 2 քայլ էր մեզնից ընդամենը հեռու, մեր դիմաց։ Ես այսպես 2 ծնկով չոքեցի գետնին։ Բարես բուն իմաստով։ Ոչ սայթակեցի, ոչ ոտքիս տակ քար հայտնվեց, ոչ ոտքս ոլորվեց։ Դպրոցական երեխա է 14-15 տարեկան, բնականաբար բարձրակրունկ չէի հագել։ Ես ուղղակի 2 ծնկով իջա գետնի։ Այդպես երբ եք տեսել փողոցում ոնց է այդպես լինում, ուղղակի չի լինում։ Ես հասկացա, որ ինքն արեց, ինքն էլ հասկացավ, որ ինքն արեց։ Մոտեցավ ինձ, ասեց՝ «Վայ, բալիկ ջան, ինչով օգնեմ», ձեռքը մեկնեց, ասի՝ «Հեռու գնա ինձնից, ինձ չկպնես»։ Աղջիկ ջան, ուզում եմ օգնեմ, կներես, ասեց, թողեց գնաց։ Ես ասեցի, չէ, հեռու գնա, ինձ չկպնես, թողեց գնաց, ինքն էլ հասկացավ, դրա համար ասեց կներես, որտեվ հասկացավ, որ ինքն արեց։ Մի քանի րոպե տևեց, մինչև խելքս գլուխս եկավ, ես կարողացա ոտքի կանգնել, չհասկացա ինչ կատարվեց։ Ընկերուհիս առաջինը խոսեց, օգնեց ինձ վեր կացա, ասեց՝ «Դու տեսար այդ կինը ինչ ձևով էր քեզ նայում, այդ ինչ կեղտոտ, այդ ինչ չար հայացքով էր այդ կինը նայում»։ Ասեցի՝ «Հա, դու էլ տեսար, ինձ թվում էր մենակ ես եմ նկատում», ասեց՝ «Չէ, ես հենց հեռվից տեսա», ասեց՝ «Գիտես, չէ, այդ ինքը արեց, ինքը քեզ աչքով տվեց, դու ընկար»։ Հիմա ես չգիտեմ, երբևիցե այդպես չեմ առնչվել, հա, այդ աչքով տվեց, աչքով չտվեց, բայց փաստը մնում էր փաստ, որ այդ կինն էլ հասկացավ, ես էլ կողքից աղջիկներ, չնայած մենք երեխա ենք, այդ կինը 46-7 տարեկան կին էր, մորիցս մեծ։ Չենք ճանաչում իրար, ինչ իմաստ, ինչ առիթ, ինչու համար այդպես նայեց, ինչու այդպես իմ հետ վարվեց, ես չեմ կարող ասել։ Բայց ինքն էլ հասկացավ, ես էլ որ ինքն արեց։ Տեսեք, ձեռքերը գրպանից էլ չհանեց, մի բառ չխոսեց, ինձ մատով չկպավ այդ կինը։ Ինքը հայացքով ինձ բառից բուն իմաստով, հա, ծնկի բերեց։ 2 ծնկիցս էլ արուն էր գալիս, վերքեր են եղել եւ մի քանի օր ցավում էին։ Այդքան ինքը ինձ վնաս պատճառեց, երեխա է, ինչու համար, չգիտեմ, բայց կարողացավ, այդքան ուժ կար իր մեջ, այդքան բացասական էներգիա կար, որ ինքը առանց այսպես ձեռքերը գրպանից անելու, ինձ կարողացավ այդպես վնաս պատճառել։ Իսկ դուք պատկերացնում եք, եթե այդ կինը այդ չարությամբ, այդ բացասական էներգիայով համել կարտ նայեր։ Պետք է ասեին, օ, այս տարո կարտերը այդ կնոջ ձեռքին վախենալու են։ Չէ, այդ կինն էր վախենալու, հարգելիներս, կինն էր վախենալու, որ այդ կնոջ կողքը անգամ կանգնելը վտանգավոր էր, դեմ դիմաց փողոցում պատահաբար դուրս գալը կարող է լիներ այդքան վտանգավոր։ Իսկ դրա համար եմ ուզում ասել, մարդկանցից հեռու մնացեք։
Ես հույսով եմ այդ կինը կարճ չէր նայում, չէի նայ։ Իսկ եթե դուք երբևիցե փորձեք ունեցեք գնացել եք մեկի մոտ, որ բախտագուշակ է իրեն անվանում ու այդպիսի կարտերով ինչ-որ բացասական բաներ է ասել, ձեր վրա ազդել է, այդ կինն է, այդ կնոջից պիտի հեռու մնաք, ոչ թե կարտերից վախենաք։ Այս կարտերը էլ եմ ասում, շատ պարզապես սովորական հասարակ կարտեր են։ Ոչինչ իրենցից չեն ներկայացնում եւ իրենց մեջ զրոյական վիճակ է, երբ կարտերը գնում եք, իրենց մեջ ոչ մի էներգիա չկա, ինչ էներգիա դնում եք, այն էլ ստանում եք։ Այսքան բան սա է ուզում ասել։ Այն մարդիկ, ովքեր մտավախություն ունեն, էլի եթե ունեք, եթե չեք ուզում ձեր վրա ազդում է, ես խորհուրդ կտամ ընդհանրապես մի նայեք։ Անկամ իմ վիդեոներ մի նայեք, ընդհանրապես կարտերի հետ կապված մի նայեք։ Մեկը գրել էր մի օր քրիստոնյա ենք, ինչպես կարելի է։ Ես էլ քրիստոնյա եմ։ Ես չեմ ընտրել քրիստոնեությունը, ես ծնվել եմ, ինձ կնքել են հայ առաքելական եկեղեցում, դա է իմ հավատը, դա է իմ կրոնը, ես այդպես եմ ծնվել, այդպես ի վերուստ ինձ համար ընտրվել, ես էլ ընդունում եմ։ Շատ նորմալ եմ ընդունում։ Ես իմ Աստծուն հավատում եմ եւ Աստված միշտ էլ ինձ պաշտպանել, այն նման չարքերից էլ պաշտպանել է։ Բայց դա ինչ կապ ունի։ Ես հաստատապես չեմ հասկանում։ Ամեն ինչը բերում են մեկը մի բանի հետ են կապում։ Հարգելիներս, փորձենք ավելի տրամաբանորեն հասկանալ ինչ է կատարվում։ Ու վերջին անգամ ուզում եմ ամփոփել կարտերը, տարո կլինի, լինարմար կլինի, ոչ մի կապ չունի, իրենք ոչ մի էներգիա կարտերը առանձին վերցրած չունեն։ Ես ինձ համար էլ եմ ասում, երբեք մոմ չեմ վառում, բայց ձեզ համար վիդեոներում հատուկ վառում եմ, որ եթե ինչ-որ մեկը մտավախություն ունի, որ հանկարծ սա չարքերին ցրում է, հա, չի թողնում չարքեր չկա իմ շրջապատում, ոչ մի չարք չկա, ոչ մի բացասական էներգիա չկա, որտեղ ես ուղակի չեմ կարող, ես նույնիսկ հիվանդանում եմ եւ տեսակ ինչ վիճակում եմ հայտնվում եւ իմ 4 կողմը հանկարծ ինձ այդքան մոտ ինչ որ բացասական էներգիայով մարդիկ եմ տեսնում։ Դրա համար բացասական նույնիսկ կոմենտը, որ մարդը կոպիտ է գրում, շատ բացասական էլ չի, ինձ չի վիրավորում առանձնապես, ինձ միանգամից բացասական ռեակցիա է առաջանում, ես միանգամից մարդկանց հեռացնում եմ։ Դրա համար եմ ասում, անպայման կարդացեք ինչ որ գրում եք։ Եթե վախենում եք մի նայեք, բայց ես կարծում եմ, որ վախենալու ոչինչ չկա։ Ես կարտերից չեմ վախենում, ես կարտերին հավատում եմ, վստահում եմ։ Եթե չվստահեմ, չհավատամ, զգամ սխալ է կամ վտանգավոր է, ոնց կնայեմ, ես բոլոր կարտերն էլ կթափեմ։ Եթե մի օր գա այդպիսի մի բան, որ ես հասկանամ սխալ, բացասական էներգիա եմ ստանում կարտերից, հավատացեք, ես հանուն ինձ, ոչ թե հանուն ձեզ, այլ հանուն ինձ, հանուն իմ երեխաների, ես բոլորը այս կմաքրեմ իմ տնից, կթափեմ, կայրեմ, էլ երբևիցե կապ չեմ նայ։ Ուղղակի ես միայն լավն եմ տեսել։ Կարողացել եմ շատերին օգտակար լինել։ Մեկը լավ ինֆորմացիա է ստանում, ոգեշնչվում է, մյուսը վատ ինֆորմացիա է ստանում եւ ճիշտ է օգտագործում իր համար։ Եթե ասում են ֆինանսական ճգնաժամ մի շաբաթ, պետք չի վախենալ, չեք սնանկանալու փողեր կորցնել։ Բացապես ֆինանսական գործարքներ մի արեք մի շաբաթ վարկ մի վերցրեք, տուն մի վաճառեք, լավ գնով կարող է չվաճառեք։ Բարդ կուզեն մի շաբաթ մի տվեք, որտեղ երևի չեն վերադարձնի։ Անձնական հարաբերություններում եմ ասում մի շաբաթ խնդիր կա, նշանակում մի շաբաթ հարցեր մի լուծեք, մի պարզաբանեք ձեր զույգերի հետ, աշխատեք կոնֆլիկտներ չունենալ, որտեղ կարող է վատ վերջանալ։ Սպասեք մի քանի օր հետո այդ նույն բանը կանեք։ Այդքան բան, բացասական ինֆորմացիան էլ կարող եք ձեր համար ճիշտ օգտագործել։ Հասկանում եք, ձեր օգտին օգտագործել, ընդունեք բացասական ինֆորմացիա որպես նախազգուշացում։ Ինֆորմացիան էներգետիկայի հետ ոչ մի կապ չունի։ Այսքանը։